Դաբո արի։ Նստի փախանք մենք։ Ես ինչ ասես ձեն գալիս դավում։ Տեղակ ես։ Հաջող։ Դուք մնացեք։ Ցույց ես տվել վերևն ինչա, հələ տենց հանի ցույց տուր։ Բանջի գոտ չես գցում։ Գոտիդ գցի։ Այնտեղ հասնելու մար մեծ շրջան պետք է անենք։ Արամի փողոց հասնելու համար տենց հեշտ չի։ Մենք պետք է գնանք հանրապետության հրապարակով պատտվենք, մտնենք Նալբանդյան, գնացինք խցաման մեջ։ Այնտես գործ են անում, մայթերն են սարքում, Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները։ Զգուշ է պետք է լինել, որովհետև եթե հիմա մի հատ փուճուր վթար լինի, մեծ սենսացիա կստացվի, չէ։ Այս մեքենան քաղաքում սրտիկով պատտվելու է անընդհատ, բայց իհարկե միշտ չէ, որ ես եմ քշելու։ Աշխատում է, հա։ Աշխատում է, գնացինք։ Եսի փոշի Բացարձակապես։ Հիմա անհրաժեշտություն չկա։ Հիմա էլեկտրոնային կա վարորդական իրավունքը ֆիզիկապես պարտադիր չի։ Դա մեր արած հաջորդ կարևոր բարեփոխումներից մեկն է։ Եվ այո, կարևոր է։ Հիմա մենք ուրիշ բան ենք անում, հա, չէ։ Մենք հիմա նաև ընդհանրապես ֆիզիկապես էլեկտրոնային նալնելու վարորդական իրավունքը, ֆիզիկականը պետք է լինելու մենակ արտասահման արտերկրում, որովհետև ինչն է սա պետք մարդը կորցնի, չգիտեմ, այսինքն կա վարորդական իրավունքը, ինքն էլ on-line ունի։ Հիմա կարող ես մոտը չունենալ։ Դե ես չունեի։ Չնայած կար բանի ուսապարկից մեջ կա։ Այսինքն եթե բարեկային ծառայության աշխատակիցը ենթադրենք կանգնացնում է, ինքը արդեն մուտք հաշվում է իր Այո։ Նկարում է։ Այլևս դու որևէ բան ներկայացնելու կարիք չունես։ Չէ, ենթադրվում է, որ մոտը հեռախոսի մոտ QR կոդ եւ այլն կա, որ տենց նույնա էլեկտրոնային վերցակ կանացնում է, եթե մեքենայի տերը ենթադրենք տարիքով մարդը չունի վարորդական իրավունք, բարեկը նկատում է, այնուամենայնիվ կանգնացնում է մեքենան։ կամ անցած ալնում վարորդական իրավունք, կամ ապան։